Դե պարոն Խաչատրյան, նախազգուշացում։ Դեկե Խամոյան, տեսեք, ձեզ լավ բաներ եմ ասում, պարոն Խաչատրյանը չել թողնում ավարտեմ։ Ինչև է այստեղ վախերի մասին խոսք գնաց։ Ժողովուրդ ջան, մի եկեք էլ այստեղ վախերից խոսացեք։ Մենք ձեր վախը այստեղ ֆիզիկապես այս դահլիճում, ոնց ասեմ, աչքերի մեջ ենք տեսել, էլի։ Կամ Տիկին Վարդանյան, դրանց բառապաշարից բանից եք խոսում, են որ իդեպ էլի վախի դրսևորման արդյունքում են, որ կանացի կենթանի պատ էիք կազմել ձեր առաջնորդի փոքրիկ տղայի դիմաց։ Այդ հետևից որ տենց ինչ-որ կիսաթաքուն քֆուր-մուֆուր էր տալի, որ լսում էիք, օրինակ այդ չպտտվեցիք, ասեք, այ ախպեր, ես ինչ այս շենքա, ազգային ժողովա, այդ բառապաշարի հետ տենց հաշտեիք խիստ։ Թե քոչարյանական բերանից դուրս եկած հայհոյանքը դա տենց բան է, օրհնյալ հայհոյանքը, ծեր ընկալմամբ։ Բայց ասեք մի քիչ ավելի խոսակցական բառապաշարը ձեր համար անընդունելի է։ Այստեղ գալի բան Ից են խոսում, ոնց որ տենց էլի, մենք այս երկրից չենք եղել, այս ամեն ինչի միջով չենք անցել, բա ասում է, Տիկին Գրիգորյանը ասում է, կգնաք, Էրդողանը ձեզ բան կանի, ինչ-որ հավանություն կտա կամ չի տա, կամ Ալիևը։ Ժողովուրդ ջան, այս երկրում, Հայաստանի Հանրապետությունում, պետական պաշտոն զբաղեցրած միակ մարդը, ով Ալիևից ոչ միայն հավանություն, այլև երաշխավորագիր է ստացել, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Ռոբերտ Քոչարյանը կոմունիստական կուսակցության անդամ դառել է Հեյդար Ալիևի տված երաշխավորագրով։ Հեյդար Ալիևը ստորագրել է, ասել է ես երաշխավորում եմ, որ այս մարդը կլինի լավ կոմունիստ։ Մտել է դառել է կոմունիստ այդ մարդը։ Հիմա եկել եք այստեղ հավանություն, մավանություն։ Իդեպ, այդ երաշխավորագիրը Ռոբերտ Քոչարյանը այսենց արդարացրել է, այսենց չէ, այսենց արդարացրել է այդ երաշխավորագիրը։ Գիտեք խի, որտեղ որ գալիս եք ստեղից ինչ-որ ցինիկ ելույթներ եք ունենում, դա գիտեք ինչով է պայմանավորված։ 1998 թվական Ռոբերտ Քոչարյանը պիտի ստանձնի Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը։ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն կազմում է $139 միլիոն, Ադրբեջանը կազմում է $150 միլիոն։ Տարբերությունը 11 միլիոն։ 11 միլիոն, ոնց ասեմ, Քոչարյանի տան գնի չափ ընդամենը $2000 միլիոն։ 2008 թվական Քոչարյանը հանձնում է նախագահությունը։ Հայաստանի Հանրապետության ռազմական բյուջեն $364 միլիոն։ Ադրբեջանին ուշադրություն 1 միլիարդ 932 միլիոն $։ Հասկանում եք, մարդը ստանձնել է պետության ղեկը ունենալով Ադրբեջանից բյուջեի տարբերություն ռազմական, ընդամենը 11 միլիոնի, ու հանձնել է երկիրը իր սիամական երկվորյակին, ունենալով ռազմական բյուջեի տարբերություն 1 միլիարդ 600 միլիոնի, 1 միլիարդ 600 միլիոնի, Նախազգուշացում, պարոն Սուքասյան։ Ժողովուրդ ջան, ձեզ թվում է թե այս թվերը տենց բան են, հա? Ասում եք Քոչարյանի տարիները, կառավարման տարիները դրանք խաղաղության եւ բարգավաճման եւ ծաղկման տարիներ էին։ Այո, բայց Ադրբեջանի համար։ Որտեղ Ադրբեջանը ռազմական բալանսը 1 միլիարդ 600 միլիոնի խախտում էր, երբ որ 10 միլիոն էր այդ խախտվածությունը ընդամենը։ Այո, Ադրբեջանին պետք էր խաղաղությունը այդ տարիներին։ Ադրբեջանին պետք էր, որ ինքը ունենա 1 միլիարդ 600 միլիոնի ավելցուկ Հայաստանի նկատմամբ ռազմական բյուջեի տեսանկյունից։ Թե բա հերոս, թե բա չգիտեմ ինչ։ Ասում եմ, այդ մարդը Ալիևի տված երաշխավորագիրը Հայր Ալիևի միջև հիմա արդարացնում է, այտենց որ ինչ-որ մի երկրի ուզենաս վատություն անես, կամ տես թշնամի տնի, պետք է ասես Քոչարյանը դառնա քո նախագահը խոսքի, չգիտեմ, ինչ ասեմ, ձեզ ժողովուրդ ջան։ Բան են անում։ Ասում է բալիստիկ հրթիռների տակ, եկեղեցու հետ կապված ինչ-որ բան, դուք ինչ եք անում բալիստիկ հրթիռների տակ։ Բալիստիկ հրթիռների տակ երկու ընդդիմադիր խմբակցությունը գիտեք ինչ են անում։ Ամեն մեկը մի հատ թուղթ է վերցրել, սենց, ինչ-որ մի հատ թուղթ է, դատարկ թուղթ է, պրոստը ստորագրությունների տեղ կա վրեն։ Այն մեկը այդ
մի թղթի տակ է ստորագրում, այն մեկը այն մյուս թղթի տակ է ստորագրում, հետո ասում է, չէ դուք եկեք մեր թղթի տակ ստորագրեք, չէ դուք եկեք մեր թղթի տակ ստորագրեք, չէ ձեր թուղթը լավը չի, գույնը այն չի, սկրեպը լավը չի, այդ է ձեր արածը բալիստիկ հրթիռների տակ այս բանարվող աշխարհում, ինչ անունը։ Ու այդ թուղթն էլ ինչի համար է, որ կավատության գործով անցած մեկի աղբորը բերեն իբր վարչապետի թեկնածու կանգնացնեն ստեղ։ Ժողովուրդ ջան, ամոթ է էլի։ Գոնե լուրջ բաներով, որ իմանայինք մի տենց երևելի գործերով եք զբաղված, մեզ էլ ասում եք դուք ինչով եք զբաղված, է լուրջ եք ասում, հա։ Այս բանը, որ լրատվականը միացնում է, Սերժի լրատվականները քոչայանականներին են բանանում, թե բա այս դավաճանները իրականում, այն մեկի լրատվականն ես միացնում, այս Սերժի բաները իրականում, բայց այս սա ֆարշի համար է։ Քոչարյանն ու Սերժը, ժողովուրդ ջան, եթե ձեզ թվում է թե կարելի եք այս ժողովրդին մանիպուլացնել կամ խաբեք 26-ից առաջ 26-ի ընտրությունից, Քոչարյանն ու Սերժը սիամական երկվորյակներ են։ Իդեպ իրար կպած են կենսական օրգաններով սենց, որ եթե հանկարծ փորձեց վիրահատական միջամտությամբ առանձնացնել, երկուսն էլ կմեռնեն։ Անհնար է պատկերացնել, որ Սերժ ու Քոչարյան սիամական երկվորյակներն հնարավոր է իրարից առանձնացնել։ Էն է, Սերժի խմբակցության падգամավորը, ինչ ասես, ասում էր Քոչարյանի թեկնածու են Գյումրու ընտրություններում։ Իրար վրա կարակելել էին, արյունել էր թափվել, ամեն ինչ էլ եղել էր, ընտրություններն եղավ, գնաց միացավ։ Հիմա եթե ձեզ թվում է, թե սենց կարող եք մարդկանց համոզեք, իդեպ դուք ինչն եք ճիշտ անում։ Հասկացել են, որ Հայաստանում երկու մեծագույն անտի-ռեյտինգ կա։ Սերժի անտի-ռեյտինգը ու Քոչարյանի անտի-ռեյտինգը։ Հիմա փորձում են ամեն մեկը մյուսի անտի-ռեյտինգի վրա խաղան, տենց որոշակի ձայներ կեն, որտեղ մեզ հարվածելով իրանց ռեյտինգը չի բարձրանում, որտեղ մենք այդքան անտի-ռեյտինգ չունենք, հասկացան եկեք իրար խփեք, տենց մեր ռեյտինգը կբարձրանա, էլի կտրուկ ձեր։ Չի աշխատելու, ժողովուրդ ջան, ուրիշ բան մտածեք, անկեղծ եմ ասում, չի աշխատելու։ Մի ուրիշ բանի մասին եմ ուզում խոսեմ, ժողովուրդ ջան։ Այս վերջերս բարբերաբար, կոնկրետ, չգիտեմ որ խմբակցությունն է, այդ տարատեսակ ձեռնասուն սոխակացուներ, տենց Ռուսաստանում կա Սոլավյով, Հայաստանում կան սոխակացուներ, տենց սոխակացու պոտենցիալ էլի ենթադրյալ, դրանց ուղարկում է եթերներ, ինչ որ տենց տարբեր էժանագին շոուներում բանում խաղացած, ինչ որ տղամարդիկ են, ուղարկում է տարբեր հարցազրույցների բանի, ասում է գնացեք ասեք, որ ուժեղ ձեռք է պետք, բան է պետք, սրանք էլ չգիտեմ ինչ են հասկանում, դրանցից գնում է տղամարդը, ալեհեր բան, ասում է ворց է պետք։ Կանա ժողովուրդ ջան, ձեր ցավը տանը, մի հատ կողմնորոշվեք, դուք կամ LGBT-ի դեմ եք պայքարում, կամ ձեր տղամարդիկ ворց են ուզում։ Ես անկեղծ այդ սիստեմը չեմ հասկանում, ցերեկները, վայ, ես իշխանությունը LGBT բան, գիշերները գնում են ինտերվյու իրիկունները, ворց եմ ուզում։ Չեմ ուզում հասկանամ, вообще չեմ էլ կարող պատկերացնեմ, թե բանա, вообще տանը հայելու առաջ ոնց է այդ բանը անում, էլի են կարքինի պես հեծանիվ եմ ուզում հայտնի ձեռնաշարժումներով, այդ ворցն ուզում, թե չէ։ Բայց ինչև է, եթե բանը ասելա դրան, որ այնուամենայնիվ ворց եք ուզում ու շատ եք ուզում, ժողովուրդ ջան, թռածների մեջ ворցման մի եկեք, առնվազն, թույլ տվեք էլի ձեր բառապաշարով արտահայտ, թռածների մեջ ворցման